Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը վերահաստատել են հայ-գերմանական բազմամյա բարեկամական հարաբերությունները, ընդգծել համագործակցության խորացման պատրաստակամությունը հիմնված փոխադարձ վստահության և ընդհանուր արժեքների վրա։ Քննարկվել են աճող առևտրաշրջանառությունը, Հայաստան-Եվրոպական միություն ռազմավարական գործընկերության օրակարգը, անվտանգային համագործակցությունը, կիբերսպառնալիքների ու ապատեղեկատվության դեմ պայքարը, տնտեսական, մշակութային ու գիտական գործակցությունը։ Գերմանական կողմը ողջունել է Հայաստանի Եվրոպական միության և ժողովրդավարական պետությունների լայն ընտանիքի հետ կապերի ամրապնդումը։ Մերցը կարևորել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին դրական զարգացումները որպես տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման կարևոր քայլ։ Ընդգծվել է, որ դրանց հաջողված առաջընթացը, ինչպես նաև Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների լիակատար կարգավորումը նոր հնարավորություններ են բացում խաղաղ և բարգավաճ Հարավային Կովկասի համար։ Անդրադարձ է կատարվել նաև տարածաշրջանային մարտահրավերներին ու համագործակցության նոր հեռանկարներին։ Հանդիպման արդյունքներով Փաշինյանն ու Մերցը ստորագրել են Հայաստանի և Գերմանիայի միջև երկկողմ գործընկերության ռազմավարական օրակարգի վերաբերյալ համատեղ հռչակագիր։ Ըստ այդմ արձանագրվել է, որ կողմերը խորացնում են քաղաքական և դիվանագիտական, տնտեսական ու ներդրումային, էներգետիկական, ենթակառուցվածքների և տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի, ինչպես նաև կիբերանվտանգության ու ապատեղեկատվության դեմ պայքարի ոլորտներում գործակցությունը։ Նախատեսվում է նաև համատեղ ծրագրեր իրականացնել վերականգնվող էներգիայի, շրջակա միջավայրի պաշտպանությունը, մասնագիտական կրթությունը և սոցիալ-տնտեսական զարգացումը խթանելու ուղղությամբ։ Երկրների ղեկավարները հանդես են եկել ԶԼՄ ներկայացուցիչների համար հայտարարություններով։ Գերմանիայի կանցլերը նշել է, որ հավանաբար ներկա կլինի 2026 թվականի մայիսի 4-ին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Մեր սերտ համագործակցությունը շատ կարևոր է այս անհանգի ժամանակներում։ Ինչ վերաբերում է ձեր տարածաշրջանին, սրտան շնորհավորում եմ պարոն վարչապետ, որ ձեզ եւ Ադրբեջանի նախագահին հաջողվեց խաղաղության համաձայնագրի շուրջ համաձայնության գալ։ Դա մեծ գործ է։ Դաշնային կառավարությունն այս հարցում մշտապես աջակցել է Հայաստանին եւ Ադրբեջանին։ Ուրախ եմ մարտին համաձայնագրի շուրջ համաձայնության եւ Վաշինգտոնում օգոստոսին նաեւ տրանզիտային եւ երթուղիների հետ կապված համաձայնության համար։ Սա բարեկեցության, խաղաղության եւ զարգացման համար շատ կարեւոր է։ Հարավային Կովկասի համար սա շատ դրական ազդակ է, որն այս տարածաշրջանից անդին է հասնում։ Քաջալերում եմ ձեզ հաջորդ քայլերը կատարելու հարցում լուծելու մնացյալ հարցերը Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ։ Մեր առանձնազրույցի ժամանակ մանրամասնորեն խոսեցինք այդ մասին, երկու կողմերին Գերմանիան կշարունակի աջակցել այս հարցում։ Անդրադառնալով ստորագրված հռչակագրին Ֆրիդրիխ Մերցը նշել է, որ երկրներն աշխատում են բոլոր ոլորտներում։ Երևանում կբացվի Գյոթե ինստիտուտ, գործակցում են բուհերը, քաղաքները։ Միևնույն ժամանակ Թումո կենտրոններ են բացվում Գերմանիայում։ Ինտենսիվացրել ենք նաև մեր հարաբերությունները տնտեսական ոլորտում։ Գերմանական ընկերությունները մեծացնում են հետաքրքրությունը Հայաստանի նկատմամբ, քանի որ տարածաշրջանը եւ Հայաստանը կարևոր են Ասիայի եւ Եվրոպայի միջեւ որպես հանգուցային կետ, եւ մեր ներուժը պետք է օգտագործենք։ Դրա համար անհրաժեշտ են շրջանակային պայմաններ եւ խաղաղություն, իրավական պետություն, ազատ մրցակցություն։ Գերմանական ընկերությունները մեծ ներդրում կատարելուց առաջ շատ հիմնովին ուսումնասիրում են այդ վայրը։ Փոքր եւ միջին ձեռնարկությունների համար այդքան էլ հեշտ չէ մեծ ներդրումներ կատարել հեռավոր երկրներում, բայց նրանք շատ հուսալի եւ վստահելի գործընկերներ են, երբ ճիշտ շրջանակային պայմաններ են տեսնում կոնկրետ երկրում։ Այդ պատճառով բարեփոխումները շատ կարեւոր են, որոնք տեղի են ունենում Հայաստանում, դրանք շատ դժվարին են։ Մենք գիտենք նաեւ մեր գերմանական փորձից եւ վստահ եմ, որ այս ամենը կտա իր արդյունքը։ Կանցլերն ընդգծել է, որ վարչապետից տեղեկացել է, թե ինչ պատկերացում ունի Հայաստանի զարգացման եւ ժողովրդավարության բարեփոխումների մասին։ Երկիրն ուզում է խաղաղ ապրել իր հարևանների հետ եւ բարեկեցություն կառուցել։ Այդպիսի ժողովրդավարական զարգացման մասը կազմում խորհրդարանական ընտրությունը, որը հունիսին տեղի է ունենալու Հայաստանում։ Խաթարող մի հանգամանք կա, որը բնական է դարձել, որտեղ ժողովրդավարության թշնամիները հիբրիդային եղանակով միջոցներ են ձեռնարկում, հատկապես Ռուսաստանը փորձում է ինչ-որ վախեր սերմանել Եվրամիության եւ Արևմուտքի հետ սերտացման, հարաբերությունների մերձեցման մասին եւ սխալ տեղեկություններ տարածել Եվրամիության արժեքների մասին, սաբոտաժ, ապատեղեկատվություն, դրոններ, ԱԹՍ-ներ, այդ եղանակով փորձում են ապատեղեկատվություն տարածել եւ ապակայունացնել իրավիճակը։ Դա տեղի է ունենալու իհարկե։ Տեղի է ունենում նաև Ուկրաինայում, տեսնում ենք ամեն օր ավերածությունների տեսքով։ Այս կոնտեքստում մենք խոսել ենք մեր ծրագրերի մասին, ինչպես կարող է Գերմանիան նպաստել Հայաստանի դիմակայունությանը։ Մեզ համար ինքնաբերաբար պարզ է, որ մենք ցանկանում ենք օգնել հիմնական հարցերում, որոնք վերաբերում են ինքնիշխանությանը, ամրացնել անվտանգությունն Հայաստանի ավելի լայն օրակարգով։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսը պատմական է որակել, քանի որ Հայաստանի եւ Գերմանիայի միջև հարաբերությունները թեւակոխել են ռազմավարական գործընկերության փուլ, ինչն արձանագրվել է հռչակագրի ստորագրմամբ։ Հայաստանը բարձր է գնահատում Գերմանիայի շարունակական աջակցությունը Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին եւ կայուն զարգացմանը,
ինչը հերթական անգամ ամրապնդվեց հոկտեմբեր ամսին Բերլինում կայացած Հայաստան-Գերմանիա միջկառավարական բանակցությունների արդյունքներով։ Դաշնային կանցլերի հետ քննարկեցինք մեր երկրների միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման ուղղությամբ ձեռնարկվող համատեղ քայլերը։ Գերմանիան Հայաստանի հիմնական առևտրային գործընկերներից է Եվրոպական միությունում առաջինը, եւ մենք շահագրգռված ենք փոխշահավետ տնտեսական համագործակցության հետագա խորացմամբ։ Վարչապետը շեշտել է, որ կանցլերի հետ հանգամանալից քննարկել են միջազգային օրակարգի հետատափ հարցեր։ Համակարծիք ենք, որ աննախադեպ մարտահրավերներով լի այս ժամանակաշրջանում, երբ ժողովրդավարությունները բախվում են արագ տարածվող եւ հաճախ հիբրիդային բնույթ ունեցող սպառնալիքների հետ, միայն համախոհ երկրների առավել համակարգված եւ արդյունավետ գործողությունների շնորհիվ կարող ենք ապրապնդել մեր հավաքական ժողովրդավարական դիմակայունությունը։ Իմ այցի օրակարգում կարևոր տեղ է հատկացված տնտեսական կապերի ստեղծմանը եւ ամրապնդմանը։ Այս առումով մեծ հույս ունեմ, որ Հայաստանում եւ Հայաստանի շուրջ ստեղծված բարենպաստ միջավայրը նոր հետաքրքրություն կառաջացնի գերմանացի գործարարների շրջանում մեր երկրում ներդրումներ անելու, ինչպես նաեւ հայաստանյան գործարարների հետ համագործակցությունը ակտիվացնելու համար։ Նիկոլ Փաշինյանը գործընկերոջն է ներկայացրել օգոստոսի 8-ի Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովի արդյունքում Հարավային Կովկասում տեղի ունեցած շրջադարձային զարգացումները, շնորհակալություն հայտնել Գերմանիային աջակցության համար։ Ներկայացրեցի նաև Հարավային Կովկասում տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման պայմաններում առևտրատնտեսական գործարար կապերի զարգացման, ենթակառուցվածքների ոլորտներում համագործակցության ընդլայնման համար բացվող լայն հնարավորությունները եւ այդ առումով խաղաղության խաչմերուկ նախագծի, ինչպես նաեւ Թրիպուղի հաղորդակցության ծրագրերի կյանքի կոչմանն ուղղված ջանքերի կարեւորությունը։ Վստահ եմ, որ մեր այս նախագծերը կարևոր հանգույց կդառնան միջին միջանցքի համար, որը Գերմանիայի համար նույնպես ունի մեծ կարևորություն։ Վարչապետն ընդգծել է, Գերմանիան Հայաստանի կարևոր գործընկերն է ինչպես երկկողմ մակարդակում, այնպես էլ Հայաստան-Եվրամիություն գործընկերության շրջանակում։ Այս համատեքստում կողմերը արձանագրել են Հայաստան-Եվրամիություն հարաբերություններում վերջին տարիներին արձանագրված զգալի առաջընթացը, ինչը վերահաստատում է Հայաստանի կառավարության հանձնառությունը ամրապնդելու Եվրամիության հետ բազմավորորդ գործընկերությունը։ Հայաստանում նոր թափ հավաքող եւ վերաինտեգրման գործընթացի հիմքում Հայաստանի քաղաքացիների եվրոպական նկրտումներն ու ժողովրդավարական արժեքներին նվիրվածությունն են, ինչն այս տարի մարտից նաև արտահայտվեց Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի կողմից Եվրոպական միության Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ։ Այս համատեքստում մեծապես կարևորում եմ Գերմանիայի աջակցությունը Հայաստան-ԵՄ գործընկերության խորացմանը, ակնկալելով շարունակական քաղաքական աջակցություն դեպի Եվրամիություն տանող բարդ եւ երկարատև ճանապարհին։ Գործընկերոջս հրավիրեցի մասնակցելու հաջորդ տարվա մայիսին Երևանում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին եւ ուրախ եմ, որ պարոն կանցլերը արդեն ընդգծեց հաջորդ տարի Երևան այցելելու իր պլանների եւ հնարավորության մասին։ Հայաստանը մեծապես կարևորում է Գերմանիայի հետ բազմավորորդ ընդգրկում ունեցող հարաբերությունների շարունակական զարգացումը, եզրափակել է Նիկոլ Փաշինյանը։ Նիկոլայ Ավետիսյան, լուրեր։